Ողջույն բոլորին, բարեկալուստ հայկական խոհանոց բարեկամներ տոներին ընթառաջ, այսօր միասին պատրաստում ենք նրբաբլիթներ։ Սա բազմակի անգամ փորձված շատ հաջողված նրբաբլիթների բաղադրատոմս է։ Շերտերը ստացվում են նուրբ, փափուկ եւ բարակ, փաթաթելիս ընդհանրապես չեն վնասվում։ Բաղադրատոմսի մեջ սոդա չկա, պետք է պատրաստենք հանքային ջրով։ Ես պատրաստում եմ մեծ չափաբաժնով, սակայն նկարագրությունների բաժնում կգրեմ 1 լիտր կաթի համար անհրաժեշտ բաղադրիչների չափը։ Ինչպես ասում են, նրբաբլիթները երբեք շատ չեն լինում, զինվում են համբերությամբ եւ անցնում են գործի։ Թանկագիններս, նախքան բաղադրատոմսին անցնելը մի մոռացեք հավանել տեսանյութը, դա ձեզ համար դժվար չէ, իսկ ինձ համար շատ հաճելի է։ 1 լիտր կաթի համար վերցնում ենք 2 ձու, ես պատրաստում եմ քառակի չափաբաժնով։ Ձուն հարելուց հետո ավելացնում ենք 1 լիտր կաթ, նախընտրելի է տնական եւ 1 ոչ լիք թեյ գթալ աղ։ Բարեկամներ, եթե վստահ եք, որ տնական կաթը թարմ է առանց պաստերիլիզացնելու, այդպես էլ օգտագործում ենք, եփելու անհրաժեշտություն չկա։ Կրկին կհարենք եւ կավելացնենք ալյուրը։ 1 չափաբաժնի համար կարող է օգտագործվել 3-ից 3.5 բաժակ ալյուր, կախված հավկիթների մեծությունից, կաթի խտությունից եւ ալյուրի որակից։ Ալյուրը պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով եւ մեր պատրաստած նրբաբլիթների շերտերը ստացվեն ծակոտկեն։ Եվս մեկ անգամ շատ լավ հարում ենք, որպեսզի գնդիկներ չմնան եւ 1 լիտր կաթի համար ավելացնում ենք 1 բաժակ հանքային ջուր։ Այս բաղադրատոմսի մեջ հանքային ջուրը փոխարինում է սոդային եւ նրբաբլիթների շերտերը ստացվում են նուրբ եւ ծակոտկեն։ Քանի որ ես պատրաստել եմ տնական կաթով, որի յուղայնությունը բավականին բարձր է, 1 լիտր կաթի համար օգտագործում եմ 1 ճաշի գթալ ձեթ։ Սիրելիներս, եթե դուք պատրաստում եք գործարանային կաթով, 1 չափաբաժնի համար օգտագործեք 3 ճաշի գթալ ձեթ։ Եթե խմորի մեջ նկատվում են գնդիկներ, այն կարող եք մեկ անգամ անցկացնել մաղով։ Ես խմորը մաղով չեմ անցկացնում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա։ Որպեսզի գործը արագ գլուխ գա, ես պատրաստում եմ մի քանի թավայով։ Առաջին նրբաբլիթները պատրաստելուց առաջ թավաները մի լավ տաքացնում ենք, մի քանի կաթիլ ձեթ ենք լցնում եւ տարածում ենք։ Այս գործողությունը կատարում ենք ընդամենը 1 անգամ։ Նրբաբլիթների մի կողմը եփելուց հետո շրջում ենք եւ կարմրացնում ենք նաեւ հաջորդ երեսը։ Այսպես պատրաստում ենք մինչեւ ամբողջ խմորը վերջանա։ 22 սանտիմետր տրամագիծ ունեցող թավայով 1 լիտր կաթից ստացվում է 40-ից 45 հատ նրբաբլիթ։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալեքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք 700-ից ավելի համեղ ճաշատեսակների, նրբահամ թխվածքների եւ տարատեսակ աղցանների բաղադրատոմսեր։ Իսկ հիմա պատրաստենք միջուկը։ Միջուկի համար վերցնում ենք տավարի անյուղ աղացած միս եւ ավելացնում ենք սոխ։ Սոխը ես աղում եմ բլենդերով, որպեսզի սոխի խոշոր կտորներ չլինեն։ Ցանկության դեպքում կարող եք սոխը աղալ մսի հետ կամ մանր կտրատել։ Միսը պետք է շոգեխաշենք սեփական հյութի մեջ, այնուհետև մի փոքր տապակենք։ Ընթացքում ջուր չենք ավելացնում, անընդհատ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Քանի որ նրբաբլիթները պետք է տապակենք յուղով կամ ձեթով, միջուկի մեջ ես կարագ չեմ ավելացնում, որպեսզի յուղոտ չստացվի։ Ցանկության դեպքում դուք կարող եք ավելացնել։ Երբ ամբողջ հեղուկը գոլորշիանում է եւ եփած միսը այսպես հատիկ-հատիկ տեսք է ունենում, ավելացնում ենք համեմունքները։ Ցանկացած տնային տնտեսուհի նրբաբլիթների պատրաստման իր տարբերակն ունի եւ միսը համեմում է յուրովի։ Ես ավելացնում եմ աղ, սև պղպեղ, մի փոքր կծվահամ հաղորդելու համար, կարմիր քաղցր պղպեղ, գույնի համար եւ չորացրած ցիտրոն։ Վերջում ավելացնում ենք կես փունջ մանր կտրտած խառը կանաչի եւ անջատում ենք կրակը։ Այս ամենը մի լավ խառնում ենք, որպեսզի համերը տարածվեն, թողնում ենք միջուկը սառչի եւ սկսում ենք փաթաթել նրբաբլիթները։ Բարեկամներ, մեկնաբանությունների բաժնում խնդրում եմ գրեք, թե արդյոք ձեզ ծանոթ էր հանքային ջրով պատրաստվող նրբաբլիթների այս բաղադրատոմսը։ Նրբաբլիթները շարելուց հետո շերտ շարում ենք անմիջապես սառցախցիկի դարակի մեջ։ Շերտերի արանքին դնում ենք մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներ, որպեսզի նրբաբլիթները իրարից չկպչեն եւ հեշտ լինի առանձնացնել։
Նրբաբլիթների կարը դեպի ներքև դրեք, այդպես անհրաժեշտություն չի լինում նրբաբլիթները ձվի սպիտակուցով կամ խմորով սոսնձել։ Դե ինչ թանկագիններս, այսօր էլ նրբաբլիթների պատրաստման այսպիսի հրաշալի բազմակի անգամ փորձված բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով, սնվեք առողջ եւ եղեք առողջ, բոլորիդ մաղթում եմ ուրախ տոներ։